Unboxing-ով ես Բա ինչ հոգնած սատկած ինչպես ասում ենք կոտորված ձեռ ու ոտքա արնեն եկավ հազիվ եմ նստում սենց ձեռքերս ու ոտքերս բռնված դրսում արդեն մութ է բայց նոր եմ ներս մտնում այսպես մազերս մի կերպ հավաքած ստից մի թեթև լվացված հələ մատ աշխատանքային վիճակս նայեք զգում եք չէ քանի օրա չկամ որովհետև Բա դուք խիղճ ունեք, մեկը տեկեք օգնեք էլ, ես էլ չեմ հասցնում ընդհանրապես ոչ մի բան։ Իրոք անչափ շատ հոգնած եմ, ու այս ամբողջ գործերս խառնվում այրար ոչինչ չեմ հասցնում, թե աշխատանքային, թե ստեղծագործական, իսկ այգին ու դուրսը գարուն է չի սպասում, պետք է արագացնեմ, ամբողջը կարգավորեմ, քանի որ արդեն ծառերը գրեթե ծաղկած են, անսահման տանջանք, ուրախանում են գարուն ա գալիս, բայց ես իրոք էլ իմ վրա ուժ չկա ինչպես ասում ենք։ Հələ եկեք երկար բարակ չխոսեմ, չասեմ մի հատ անցնենք միանգամից տեսեք ինչա կատարվում, հերթականությամբ։ Դե քանի որ ամբողջը խառնվել է իրար ոչինչ չեմ հասցնում, այստեղ որոշեցի գոնե գնամ դրսի գործերով էլ զբաղվեմ, մեքենայից ապա տեխաս մոտոր ամբողջը կարելի ասել վերջացել է, եկեք գնանք մի հատ տեսեմ, դրսում էլ շատ այլ գործեր ունեմ խառը։ Հիմա ամբողջը կկատարեմ, այսպես թողնեմ, հագնվեմ ու գնամ գործերով։ Ընթացքում ինչ կանեմ, հետո կգամ կտեսնեք էլ ինչ չարճճիություններ եմ արել գնացինք։ Վայ Տեր Աստված, էլ չեմ դիմանում, ես այսքան գործեր եկեք օգնեք, էլի մեկը չեմ դիմանում, ալարում եմ, հավես չկա, մեղք եմ էլի։ Բայց ճարս ինչ գնացինք անցան գործի։ Այսպես տնային շոյերով, սենց գյուղացիական նասկիներով, բայց լավ է, չէ, այն հին հայկական գյուղացի կնիկներից ոնց որ լինեմ, քոչարի պարող։ Սաղ հեչ ոտներից ցելաֆորը լավն է, չէ։ Հլա նայեք ինչքան գործ կա անելու, այսքան ճյուղեր, քարերը դասավորել, խոտերը մաքրել, վառել, ես երբ եմ հասցնելու։ Բայց նայեք, հրաշքներս, արդեն ելակներս ծլել են, դուրս են եկել։ Էս էլ իմ շան բերած ոսկորներն է, ես իմում թաթիկ ես նա գնացեք հաշտվել բերել։ Բաց աղիքների սոխուկները, նայեք, արդեն գլուխիկները դուրս են եկել, հրաշք։ Բա ես մեղ չեմ, սես քրչոտ, քանիցս հելել եմ, այդ մեկը տեկեք օգնեք էլի, ես այս քանը ոնց եմ անելու մենակ, հա, կարակ ասեք, մի հատ ասեք, հələ վիճակս, հələ շոյերից վիճակը, քանիցս հելել եմ, մազերս չհավաքած, չսարքած, այսպես տնային շոյերով, որ այսքան գործը հասցնեմ անեմ։ Բա դրսից գործերը, այնքան անելիքա չգիտեմ որտեղից սկսեմ, բա ես ոնց թողեմ այդ գործերը, հա? Կարող եմ հագնվեմ, արագ փոխվեմ դուրս գամ, գնամ դրսի գործերն անեմ գամ նոր, ախր շատ կարևոր են։ Մեքենայի տեխաս մոտորը պետքա գնանք անենք։ Տեղ զնում էլի ինչպես ասում ենք։ Այնտեղ պատվեր կա ստանալու, հետո լավ բաներ կան անելու։ Այսինքն գնումներ էլի շատ հետարքիր գնումներ էլի տան համար, կարճ ասած դուրսը խառը գործեր ունեմ։ Երևի տրամադրվեմ, հագնվեմ, պատրաստվեմ, դուրս գամ դրսի գործերով, հետո գամ տնամ այսքանը ոնց եմ ես հասցնելու անեմ։ Սկսենք այստեղից, մեքենան արագ կարգավորենք, մի քիչ մաքրեմ, ուշքի բերեմ, խեղճ ավտոս կեղտի մեջ կորածա, անցնեմ դրսի գործերին։ Հələ լավ, մի րոպե որոշեցինք, գնացինք։ Բա ավտոյից փնթի վիճակը, սենց բան տեսել եք, սենց խոս կարին է, որ ավտոն այս վիճակի լինի։ Ժամանակ չկա, որ գոնե ավտոս լվանամ մաքրու պահեմ, ես որ մեկը հասցնեմ, հա։ Դե մի հատ էլ ակումուլյատորի զայրատկեն նայեմ, ահագին վատ վիճակում է գտնվում, պետքա գցեմ նորը առնեմ, ոնց ասում ենք մի հատ էլ յուղը ջուրը ու նոր ճամփա ընկնենք։ Լավ, ժամանակ չկա, լվացվեմ, հագնվեմ ու տանից դուրս գամ։
շատ հազվադեպ որոշեցի այսօր ամբողջը սև գույնի մեջ հագնել, ինչ որ կաշվե իրավիճակներ, sense կարելի ասել գողական վիճակ, հագնում եք չնայած ինչ շատ է սազում սևը։ Դե ինչ գնացինք, ժամանակ չկա, հերիքա թիթիզ լամի շլնեմ։ Դե ինչ, առաջինը գնում ենք տեխասմոտրի տեղը, տեսնենք մեր մեքենայի տեխասմոտրի գումարը ինչա կազմում, Տեր Աստված։ Էս էլ տեղ զնման կայանը, ինչպես ասում ենք, վերցնենք թղթերը, տեղ անձնագիր, վկայական, փողերը կարելի ասել, սենց էլի։ Տեղ զնումն էլ կատարեցինք, այս մեկից էլ պրծանք, ասեք շնորհավոր մի ամբողջ տարի։ Հոգնած, առևտուր արած, այս կոմ են կոմ սաղ գործերը պրծած, եկանք տուն, հեսա կնայեք ինչ չարաճճություն եմ արել։ Ընկերներ ջան, ինձ տանից դուրս գալ չի կարելի, խայտարակություն։ Այնքան գնումներ եմ կատարում, ինչ աշկս տենում է, ինչ պետքա կանա, իմ վրա ինքս չեմ կարողանում, որ գնումներ չկատարեմ։ Որ տնակ ինչեր եմ վերցրել, ինչեր եմ առել, ինչեր կան։ Նաև ստացել եմ կրկին պատվերը բերող եմ, ինչեւ տուն հասել ճամփին ինձ կանգնացրեց, ասեց սպասի, ավտոյի կեսը քո պատվերներն արի վերցրու։ Մի անգամից պատվերն էլ վերցրեցի, այսպես կարճ մի փոքր ցույց կտամ, անցնենք տուն։ Ահա որ շատ մեծ անբոքսինգ է սպասվում։ Ու այսօրվա օրս էլ կորցրեցի արևոտ, լավ օր, որպեսզի այգուս գործերը շարունակեի, կմնա երևի վաղը, ոչ մի բան չեմ հասցնում։ Ես որ միտեղ եմ գնում գալի, իմ մեքենայի մեջ sense քաոս է տիրում, առավել եւս կողքից նստարանը, ինչ կա չկա, հանում շպրտում եմ այդտեղ։ Դե էս էլ իմ խոստացված չարաճճիությունը, թե ինչ եմ արել։ Ասում եմ, չէ, ինձ տնից դուրս թողնել չի կարելի, փողերը ծախսում գալիս են։ Դե ինչ մտնում ենք լոգարան, սանհանգույց, ոչ եմ զուգարան բաղնիք էլի, ու գնում ենք ենտեղ դասավորելու։ Մի հատ նայեք այստեղի գժանոց վիճակը, ուղակի տեղ չկար դնելու, այս փետից դարակները կարելի ասել թողել ենք, այստեղ հիմա շպրտում եմ դուրս, վերջ, մինչև շուտով անցնելուն ընդհանուր հարդարմանը մեր լոգարանի, շատ հետարքիր սիրուն դիզայնով, լավ, թողնենք դա հետո կտեսնեք։ Դե քանի որ այստեղ պատերը դեռևս միան սվաղ է արված, պետք է ամբողջը մեծ լաղա պատել, կարճ ասած, դեռ շատ գործեր ունենք անելու։
Վերջապես դե գոնե առաջնային կոկիկություն ամբողջը կպահենք այստեղ որպես պահարան, լոգարանի, զուգարանի պարագաները դե էսպես։ Մի հատ էլ արագ ամբողջը մաքրենք, փոշիները հեռացնենք, որպեսզի լինի կոկիկ եւ ամբողջը դասավորենք իրենց տեղերում, կարելի է ասել լվացքի փոշիներ, զուգարանի թուղթ ամենակարևորը ու ինչ գլխավորը կլիզման, ինչպես ասում են, հոգնա, հա ինչ բժշկական պարագա է, ինչ ա եղել, տես մի նայեք է։ Ահա, սիրտս հանգստացավ ու վերջապես նայեք ինչ կոկիկ եղավ, գույները համապատասխան, ամենակարևորը մաքուր եւ ամենադասավորված։ Ասենք շնորհավոր։ Էլի չդիմացա, չեմ դիմացել, այս ընթացք կարելի ասել համատարած միայն տան կահավորման, ձևավորման, հետարքիր դետալներով լրացնելու, այդ մոլուսկով եմ տարված, ամենը անում եմ, շատ եմ սիրում, որ ամեն ինչ իդեալական լինի, դերևս այնքան գործ կա անելու, այն ինչպես ասում ենք ռեմոնտներ, տանիք, պոլ, երկրորդ հարկի շինարարություն, չգիտեմ թե որ մեկը հասցնեմ, բայց չեմ դիմանում, այսպես թիթիզ բաներ բերում եմ, սիրում եմ, որ պետք է լինի կոկիկ ույուտ, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր կարողանում են ուղղակի հենց այնպես կարելի ասել փնթի ապրել, իրենց ապրելակերպին չհետևել, ինչ որ մի բանով չկարգավորել իրենց տունը, դրա համար ես չեմ դիմանում։ Սա դեռ ինչ է, ես վախենում եմ տեսանյութը չհերիքի, թե ինչ մեծ անբոքսինգ ունենք անելու, ոնց որ դուք եք ասում, այնքան ասեցի ձեր առած, սկսեցի ես էլ իրոք արդեն Unboxing-ով ես էլ արդեն ասեմ, այսինքն գնումներս ցույց տամ այնքան շատ է, որ ես չգիտեմ որտեղից սկսեմ, որ եթե տեսանյութի վերջում հասցնեմ այդ ամբողջը ցույց կտամ, քանի որ չափից շատ է այս անգամ, ամբողջը հավաքել եմ կուտակին, որ միանգամից ցույց տամ, եւ ինչ այստեղ անհավանական բաներ, իրոք հրաշքներ չեք էլ պատկերացնի ինչի մասին է խոսքը, ինչ պատվերներ ունեմ, ինչեր եմ ստացել։ Զգում եք, չէ խոսելուց դերևս ձայնս քաշված է, հոգնածությունից է սա արդեն։ Ամբողջը տան ձևավորման, կահավորման, հետարքի դետալներ, թիթիզություններ, կարելի ասել գժվելու բաներ, այնքան շատ բաներ ունեմ ցույց տալու։ Իսկ այստեղ քանի որ հաջորդ օրը մարտի 8-ի տոններ կանած, մի փոքր անագնգալ հետարքիր, այդպես չէինք էլ կազմակերպել, կարելի ասել մի թեթև նշեցինք մենք մի քանի հոգով։ Այդ տանը առանց տանից դուրս գալու այն թիթիզիկ մարտի 8-ի տորթը որ թխել էի, բոլորը տեսակ ինչ հրաշքեր, այսպես տորթը կտրենք, ուրախանանք, կարճ ասած նայեք հաջորդի մարտի 8-ը շատ կարճ դրվագներով ինչպես անցկացրեցինք, այստեղ չարաճճիներս գնացել են, հետարքիր անակնկալներ են կազմակերպել, դե դիտենք։ Այստեղ չարաճճիներս գնացել են զբոսնել են իրենց համար, ոնց որ թե հաղթանակի այգում, հետո Զոնքաջ եւ սկիսուր մայրի քույրիկների համար գնել են ծաղիկներ եւ եկել են տուն մարտի 8-ը շնորհավորելու։ Տենաս ես կատաղած ցիգանսկի մուզիկայով էսուր սենց վազելով։ Ահա, վերջապես անակնկալ մարտի 8-ի շնորհավորանքներ, Զոնքաջ սկիսուր մայրի քույրիկներ։ Այս էլ մեր մարտի 8-ի հանրահայտ տորթը, վերջը կտրեցինք։ Ու այսպես մարտի 8-ն էլ անցավ, այս մի օրը իբր մի փոքր հանգստացա, կարճ ասած ինձ հանգիստ չկա, հաջորդ օրը մարտի 9-ը միակ նայեք նորից տանջանքներս։ Ինչ եմ անում, գնում եմ աշխատանքից գալուց մտնում եմ ծաղիկների վաճառքի կետ։ Այնտեղ աշխատում է շատ հաճելի ինձ ծանոթ մի աղջիկ, խնդրում եմ որ տա ինձ 3 գույնի վարդեր, այն գույներից, որոնք ես չունեմ իմ բակում, ոչ թե ինձ վարդն էր պետք, այլ վարդի արմատի մասից, այսինքն պոչի մասից կներեք, որպեսզի կտրատեմ, դնեմ բանկաների տակ, այդ գույնը տարածեմ, այսինքն չունեի դեղին գույնը իմ այգում եւ բաց վարդագույն, ինչպես ասում ենք ռոզվի։ Հիմա տեսեք, ծաղիկները բերել եմ ու ինչ եմ անում խեղճ ծաղիկներին, որպեսզի տեսնենք կարողանամ իմ այգում դեղին եւ բաց վարդագույն վարդերը ստանալ, թողնել արմատակալի, որ այդ գույներն ունենամ։ Տեսեք ինչ եմ անում։ Դե որպեսզի երկար բարակ չբացատրեմ, կտրում եմ վարդի պոչերը, թողնելով մի քանի աչքեր, դեղինը, վարդագույնը, մուգ վարդագույնը պետք չի, քանի որ ունեմ իմ այգում, եւ ամբողջը դնում եմ հողի մեջ համապատասխան վայրերում, որտեղ որ հարկավոր է, այնուհետև ծածկում եմ փափուկ բանկաներով,
պոլիէթիլենային այն սոկի շշերով էլի ինչպես որ ասում ենք եւ 1 ամիս շարունակ չենք բացում միայն ջրում ենք տեսնենք կստացվի այսպիսով վարդը աճեցնել իմ այգում այս գույներով լավ եկեք էլ չբացատրեմ ես կատարեմ աշխատանքը դուք հետևեք չեք պատկերացնի չեմ կարողանում շարունակել նկարահանումները իրոք այն ինձ վնասում է շատ տեսեք ունեմ ձեր հարցերին պատասխանելու մասնագիտական ամենակարևոր շատ հարցեր կան այնտեղ հիմնականում էլի մազերի վարսահարդարման հետ կապված խնամքի եւ այլն այնտեղ այլ հարցեր գեղեցիկ կազմվածքի ծրագրի ընթացքը բուսաբուժությունից հետո այս ամբողջը չեմ հասցնում 1-2 օրում կհասցնեմ կտեղադրեմ այս չափ հոգնել պարզապես խոսելս չի գալի ամբողջ ծրագրերս մնում են դիքում բայց ով անի Ինչպես, եթե ես ոչինչ չանեմ, այ ամռանը իմ այդ գեղեցիկ այգին չեք տեսնի այդքան շքեր, ինչ որ դուք տեսնում եք։ Ես պետք է ամենը տեղին կազմակերպեմ, որ այդ գեղեցկություն ունենան։ Ստիպված դերևս 1 ամիս ես պետք է տանջվեմ, բնականաբար հետո ամբողջ ամռանն էլ անընդհատ հետևում եմ, դեր եմ կանգնում։ Իրոք այդ ամեն հրաշքը ունենալու համար չափազանց ահավոր դժվար տառապանք եմ կրում ես։ Այս կողքից կապիկը վկա։ Հիշում եք, որ ասում եք կենդանիների մասին, տանը, նաև սև կապիկի մասին, որ շատերը մտնում վախենում էին։ Խոսքը հենց սրա մասին է, մի հատ նայեք։ Լավն է, չէ՞։ Ընկերս ոնց որ լինի։ Շատ անգամ նմանացնում են իրական կենդանու, վախից մեր տուն չեն գալիս։ Այնով էլ գրել իմ մեկնաբանություններում գործից վախենում ենք։ Այստեղ ավելի վախենալու կենդանիներ կան, տեսեք, այս սև կապիկը, որ իրոք շատերին վախացրել է, նայեք ինչ հետաքրքիր է։ Լավ, կապիկին թողնենք այստեղ, մտածենք ինչ անենք, կհասցնենք, հիմա անենք unboxing, թե ոչ, այսինքն գնումներս ներկայացնեմ, ախր չափից շատ է։ Եկեք այսպես անենք, ինչքան հասցնեմ, այնքանը ներկայացնեմ ձեզ, ինչքանը չեմ հասցնի կթողնեմ հաջորդ տեսանյութին, քանի որ իրոք անսահման շատ է, ես հիմա այսպես խոսում եմ, Վաղ առավոտյան կրկին կգան հաջորդները, քանի որ ամբողջը ձևավորման, ձևափոխման դետալներ են տան հետ կապված, կտեսնեք ինչպես եմ կարում, ինչ եմ անում, ինչ եմ ձևափոխում, հիմնականում բազմոցի, բազկաթոռների բարձերի փոփոխման ինչ որ կա, այնպես չէ, շատեր օգտագործում են, բայց արդեն իմ սրտով չէ, ես ուզում եմ սրանք փոխել, հանել, դե բնականաբար դերևս ամբողջ մի կահույք պետք է փոխվի մեր հյուրասենյակում, սրանք արդեն հին են, վաղուց վայեն են, որ ասում են ռեստավրացիա, ամբողջը դուրս կհանենք, իմ ձեռքով ռեստավրացիա կանեմ, ձևափոխեմ երկրորդ հարկի համար, այնտեղ պատշգամբում դնելու նստելու համար, բայց պետք է գնենք նորը իմ ճաշակով, իմ ուզածով, ամբողջը հյուրասենյակի փափուկ կահույքը, այն ժամանակ բարձերը ամբողջը կփոխվի, բայց հիմա դետալներով ինչ եմ անելու, եկեք թողնենք վաղ այդ պատվերը կստանամ եւ միասին ձեր աչքի առաջ եւ կկարեմ եւ կսովորեցնեմ, կտեսնեք ինչ հետաքրքիր բարձր ինչ գույնի մեջ։ Լավ, եկեք գաղտնիքներից չխոսենք։ Սպասեք, տեսնեմ կարող եմ մի քանի բան բերել այդ կատարած գնումներից ներկայացնեմ, ինչը ոչ կհապել է երևի թե հաջորդ իմ տեսանյութին։ Եկեք փորձենք։ Այն նկարահանումից հետո մինչև ցանկացա որ բերեմ իմ խոստացված պատվերները ցույց տալու, ասենք unboxing ինչպես ասում ենք, այդ պահին տանը հյուրեր եկան։ Թողեցի հիմա նկարահանումը շարունակում հաջորդ օրը, դրա համար էսպես հագնված, փոխված արդեն, քանի որ կրկին քիչ անց գնում եմ աշխատանքի, եկեք արագ բերեմ, այս պահի դրությամբ ինչ կա արդեն այդ պատվերները ձեզ ցույց տամ։ Մինչև մի քանի օրից կգան մնացածները նորից կշարունակենք։ Այ հիմա իրականից կբերեմ 1 րոպե։ Այսպես, այստեղ դերևս քիչ տարբերակն է, կրկին սպասեք։
Սրանք նույնպես այստեղ։ Այսպես ոնց որ թեյերի բաներ կան, չեմ հիշում ճիշտն ասած, ինչը մոռացած կլինեմ, հաջորդ տեսանյութին կներկայացնեմ մյուս պատվերների հետ միասին։ Հիմա եկեք այս պահին ինչ կա, արագ ցույց տամ ձեզ։ Այստեղ պայուսակը մուգ վարդագույն, բորդո, հա, ինչպես ասում ենք, ես այսօր այդպես եմ հագնվել։ Այստեղ գլխարկի հետ տտկավոր կոշիկներ, սապոգ, հա, ինչպես ասում ենք։ Այնտեղ բզին շարք միասին, հենց այսպես էլ աշխատանք եմ գնալու այսօր, տեսեք ինչքան հետաքրքիր է։ Վաղուց ցանկանում էի գնեի, քանի որ միայն այս գույնը չունեի։ Փափուկ, շատ հաճելի պայուսակ է։ Կարևորը շատ գրպաններով, որ ես սիրում եմ գրպանները շատ են լինում, շատ հարմարավետ է։ Այսպես կանթերով ինձ շատ դուր է եկել։ Այստեղ տուփով լույսեր են կրկին արևային, դերևս շատ պետք է պատվիրեմ սրանցից, որ ամբողջ այգում էլ ավելի շատ լինեն, առայժմ երկու տարբերակը, որպեսզի հասկանամ որակյալ են թե ոչ։ Այսպես տուփով նայեք հասկանալի կլինի, իսկ ավելի ճիշտ արդեն տեղադրել եմ դրսում, եկեք ցույց տամ ինչի համար է եւ ինչ տեսարան ունի։ Արդեն նախապես թողել եմ արևի տակ, որպեսզի ճառագայթներից էներգիան հավաքի, երեկոյան կմիացնեմ, կփակցնեմ եւ կտեսնենք շքեղությունը։ Ահա իմ գիշերային հրաշքները, դեռ սա բավական չէ, ամբողջ այգին պետք է լուսավորեմ շքեղություններով։ Հաջորդ կրկին արևային լույսերը, որը նույնպես արևի ժամանակ ցերեկային ժամերին հավաքում է էներգիան եւ երեկոյան միանում է ամբողջ այգի ձևավորելու համար։ Դերևս սա քիչ տարբերակն է, իր մետրով քանակով կարճ, վերցնելով ավելի շատերը, որպեսզի ամբողջը այգու կարևոր հատվածները ձևավորեն, այսպես շարունակ չերկարացնեմ, եկեք նայենք, արդեն կատարել եմ ձևավորումը, հասկանալի կլինի ինչ է այն։ Այս տարբերակում կրկին արևային լարերով մի քանի մետրանի տարբերակն է, այս դեպքում 3 մետրն է, բավականին քիչ ստացվեց, հաջորդ անգամ կպատվիրեմ ավելի երկար եւ պետք է այն ձևավորեմ քարերը, որտեղ ծաղկամաններ են դրված։ Աշխատանքը կատարեմ, ընթացքում նայեք կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Իսկ այստեղ գիշերային տեսարանն է, կարծես լուսատիտիկներ։ Հաջորդը ամենակարևորը ցույց տամ ինչքան որ հնարավոր է, որովհետև սա մեծ աշխատանք է կատարվելու ինչ որ ցույց եմ տալու։ Խոսքը սրանց մասին է։ Թելիկների տարբերակով բարագույրներ հիմնականում դիզայնի համար է։ Երբ որ այն ես կսկսեմ հավաքել, կտեսնեք ինչքան գեղեցիկ է լինում։ Այն պետք է լինի խոհանոցի կամարի մասում, այսինքն այսպես, որով խոհանոցը ամբողջը կամարաձև ծածկվում է եւ ընդհանրապես որպես ձևավորում, դիզայն։ Մենք կարող ենք հավաքել մի կողմ, մյուս կողմ, եկեք որպեսզի շատ չերկարացնեմ, աշխատանքը կկատարեմ, կվերջացնեմ տան ձևավորման, կտեսնեք ինչ հետաքրքիր դետալ է ստացվում, որի մեջ պետք է անցկացնեմ, ինչպես ասում են կարնիզներ, այսինքն փայտային տարբերակով ինքս եմ դա կատարելու ծառի ճյուղերից հավաքելու եմ, հետաքրքիր կրեատիվ տարբերակ։ Իսկ այն պետք է լինի 7 հատ, քանի որ ամբողջը հաշվարկած իմ տան մեջ 7 հատ է պահանջում, որ բոլոր տեղերը կարողանամ ձևավորեմ, սա դերևս մեկն է։ Հաջորդիվ երկրորդը, մնացածը գալիս են դեռ ճանապարհին են։ Հասկանալի է, չէ՞, թելիկային տարբերակով ձևավորման համար վարագույրներ, հիմնականում բեժ գույնով, կրեմագույն, ինչպես ասում ենք, տանուս գույների հետ համապատասխան։ Լավ, եկեք, երբ որ ամբողջ աշխատանքը կկատարեմ, վերջում կտեսնեք արդյունքը։ Այստեղ ստացել են շատ հետաքրքիր գժական բաներ։ Ինչ են ասում սրանց, հա, 1 րոպե, այսպես պահեմ։ Չգիտեմ թե ինչ տարօրինակ անուններ են, կռոսներ են ասում, չգիտեմ ինչ։ Ես ասում եմ պլաստմասից քստիկներ, չգիտեմ ինչ փափուկ, շատ հարմար է այգում, դրսում ինչ որ շատերը կան նաև քաղաքում են քայլում, հագնում են սրանցով գնում են իրենց գործը, բայց չեն պատկերացնում, որ այն քաղաքում հագնելու համար հարմար է, գեղեցիկ չէ ինձ թվում է, կարելի ասել քստիկներ են սրանք, որոնց ասում են կռոսներ, ի վրա կան փակցվող մուլտիկներ, 1 րոպե ցույց տամ։ Այստեղ տուփով մուլտիկներն են։ Քիչ անց բոլորով միասին միացակը փակցնենք այս մուլտիկները, նայենք տեսնենք ինչ հետաքրքիր տեսարան է ստացվում։ Այսի թողնենք մի փոքր անց էլի։ Ու այսպես
Այսպես շատ հարմար է բակում, այգում գեղեցիկ լինելու համար, առավել եւս սեփական տանը։ Կարելի նաեւ ջրերի մեջ, այն որ լողավազանից դուրս են գալի կամ մտնում են լողավազան հենց սրանցով, ինձ թվում է որ շատ հարմար կլինեն։ Քիչ անց միասին մուլտիկների կհավաքենք իրա վրա, թող գեղեցիկ լինի, սիրում եմ քիթից, շարաժճի, ինչ որ հետարքի բաներ։ Հաջորդին տեսեք ինչ հրաշքներ պատվիրել ինձ համար, չդիմացա, ինչ անեմ, ակցիան այնքան լավ էին կատարել, այնպիսի գնիչեցում էր, որ չդիմացա գնեցին այ։ Այն որ ասում ենք սպիտակ բոթասներ, սպորտային կոշիկներ, մի փոքր բարձրի պլատֆորմ կամ տանգետկա տարբերակով, ես սիրում եմ նման բան եւ ինձ շատ է սազում։ Ես ունեի սպիտակ տարբերակը, այն ցածր էր։ Մեր հողերի քարերի մեջ շատ քայլելուց կարելի ասել ոտքի բութ մատի հատվածը արդեն փորձում էր մաշվել, բարակել, ծակվել, թողել եմ դա այգում հագնելու համար։ Պատվիրել եմ այս տարբերակը, մի փոքր փոշոտ է երևի կնկատեք, արդեն փորձել եմ, կրել եմ, հագել եմ, շատ ընտիր, շատ հարմարավետ, ինձ որ շատ դուր է եկել եւ շատ սազում է իմ ոճին։ Ահա նայեք ինչ հրաշք է, շատ ընտիր, ես հավանեցի։ Քայլելը շատ հարմար է իր վրա։ Այսպես ընկերներ ջան, պատվերների մի փոքր մասն եմ ներկայացրել, իրոք շատ են դերևս չեմ հիշում, կթողնենք հաջորդ տեսանյութին։ Իսկ հիմա եկեք միասին այս կրոսա, գստիկա, չգիտեմ ես ինչ են որ ասեցին, հələ հավաքենք այս մուլտիկները ամրացնենք, մի հատ էլ կրեմ նայենք մի փոքր ծիծաղանք անցնենք առաջ։ Լավ, ես երբ պետքա մեծանամ, երևի թե երբեք։ Կարող է դա նրանից է, որ փոքր ժամանակ ինձ մանկապարտեզ չեն տարել։ Ուշքս մուտքս մնացել է խաղալիքների եւ խաղալու վրա։ Այսպես, կոշիկներիս վրա փակցնում եմ խաղալիքներ։ Այս ամբողջ հավաքածուն ուղարկել են, այսինքն պատվերի հետ միասին, որտեղ ինչ որ թզուկներ են, պիցաներ, ձուկ, ժապավեն, ատամի հատիկ, չգիտեմ ում ատամի թայն են ուղարկել ու այսպես շարունակ։ Խաղալիքներս պատրաստ են, դե եկեք հագնենք, տեսնենք։ Շատ էլ ընտիր է, այս մուլտիկներով հեսա գնում եմ անվտանգության ծառայություն իրականացնելու։ Փաստորեն կարող եմ հագնել նաև շեպիկները իջացրված վիճակով, որը պահում է կրունկը, իրականում այդպես էլ ավելի հարմար է։ Իրոք ընտիր է, ինձ շատ դուր եկավ եւ շատ հարմարավետ։ Հա, իմիջիայլոց ընկերներ ջան, մոռացել էի նվերների մասին խոսեի, որովհետև շատ կարևոր է։ Իմ սրտով այնքան շատ էի սպասում, ինքս էի ցանկանում գնեի։ Ինչի մասն է խոսքը, մարտի 8-ի օրվան ինչ նվեր եմ ստացել։ Դե այնտեղ ներկայացրեցի, ցույց տվեցի արդեն ծաղիկները, վարդերը տղայից եւ հարսիկիս կողմից, իսկ հիմա ցույց տամ հարսիկիս Կարիկայի ծնողների կողմից ինչ նվեր եմ ստացել։ Շատ սպասում էի, ասացի չէ, ցանկանում էի ինքս գնել, բայց փաստորեն շատ լավ իմանալով Կարիկան արդեն կազմակերպելով այնպես էլ արել, որ իրեն գնեին ինձ համար այդ նվերը։ Կրկին իմ խոհանոցի համար եւ խոհանոցից շատ համապատասխան։ Հիմա ցույց տամ։ Այս կարմիրը սպիտակով թեյնիկը, դե բնականաբար բեժ գույնը դժվար կլիներ գտնել կարմիրի հետ համապատասխանեցված։ Եվ այստեղ մուգ վարդագույն, կարմիր, բորդո, ինչպես ասում են, կարևորը համընկնում է իմ խոհանոցի գույների հետ։ Էլեկտրական թեյնիկ, որը շատ գեղեցիկ է, հրաշք, իսկը իմ ուզածը խոհանոցիս համար։ Իրոք իմ սրտով է, տանը մի քանիսը ունեի, այնտեղ առանձին մուգ վարդագույն, ինչ որ վերանորոգելու բան կա իր վրա հավես չունեմ, մի հատ ունենք սպիտակ տարբերակը, կվերանորոգեմ կրկին, կօգտագործենք մեկ այլտեղ, բայց սա իրական իմ խոհանոցի համար է, տեսեք ինչքան հրաշք է, եւ անչափ շնորհակալ եմ, քանի որ այն պետք էր ինձ համար իմ խոհանոցին։ Կարիկայի պապան առանձնահատուկ ինչ որ կարմիր արջուկներ են ընկել խաղալիք զամբյուղով։ Դերևս այն փաթեթավորած թղթի մեջ է, այն պետք է անեմ առանձնահատուկ, եկեք բացեք տեսնենք։ Այսպես,
Հիմա նայենք ինչ է այստեղ, ինչ որ կարմիր արջուկ, իր հետ միասին փաթեթավորած թուղթ իր գրկում, վարդ, այսպես կարելի ասել գեղեցիկ դեկոր իր կարմիր գույներով, խոհանոցի գույներին համապատասխան, սա էլ թողնենք մի կողմ, եւ Կարինկան առանձնահատուկ կոնֆետների տուփ է նվիրել ինձ ծաղիկների հետ միասին, այն դերևս չեմ բացել, մի հատուկ առանձին օր, բոլորովս միասին կնստենք սուրճի սեղանի շուրջ, երևի թե ապրիլի 7-ի օրով, կբացեմ բոլորս կհյուրասիրվենք, քանի որ շատ լավ կոնֆետներ են իր մեջ, տուփը առավել եւս ինձ շատ դուր եկավ, ինձ հետաքրքրում են տուփերը, կարող է այն ձևավորեմ, ձևափոխեմ, հետաքրքիր զարդատուփ պատրաստեմ հետո ինձ համար, ես տուփերի թուլություն ունեմ, ինչպես ասում ենք, եկեք բացենք մի հատ միջուկը տեսնենք, մեջին է, շոկոլադե տուփ, շատ հրաշք է։ Ահա, կոնֆետները նայեք, ինչքան հաճելի կոնֆետներ կան իր մեջ, բայց այն առայժմ ձեռք չեմ տա, քանի որ ագահի պես մենակով չեմ ուտելու, թողնենք առիթին, երևի թե ապրիլի 7-ին, տեսեք ինչ հրաշք է։ Եվ ի սրտե ուրախացա եւ շատ հաճելի օր ունեցանք, անչափ շնորհակալ եմ։ Դե ինչ ընկերներ ջան, այսօրվա իմ ուշացած վլոգն էլ այսքանը, քանի որ ինչպես ասացի, բացարձակապես չունեմ ժամանակ, չեք պատկերացնի իմ վիճակը, եթե իմ կողքում լինեք, իսկ տեսնեք, իրոք շատ կխղճաք ինձ, որ ոչինչ չեմ հասցնում, կարճ ասած։ Այս տեսանյութը նայեք, մինչև տեսնեմ երբեմ ամորջը կարողանալու կազմակերպել, քանի որ բավականին բաներ բաց եմ թողում ժամանակ չունենալու պատճառով։ Իսկ գարունը այգին կարևոր է, որպեսզի հետո տեսնեք իմ այգու հրաշքները։ Այսպես ընկերներ ջան, փորձեմ արագացնել հաջորդ տեսանյութը շուտ տեղադրելու համար։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ իմ տեսանյութ վլոգին։